Նոյեմբերի 8-ին 2024 թվականին Արտաշատում եղավ դեպք։ Երկու անձ մահացան, մեկը 45 տարեկան Արտակ Մաթեոսյանը, իմ եղբայրս, հարալ եղբայրս, մյուսը 15 տարեկան Ռուբեն Ռուբենյանը։ Դրանց ծնողները ասելով եղել է ընդամենը երեխեքի կռիվ։ Ռուբեն Ռուբենյանը իր ընկերների հետ վիճաբանության մեջ է մտել Արտաշատի քոլեջի ուսանողների հետ։ Թեման եղել է աղջկա թեմա, աղջկա։ Ու քոլեջից վեճը տեղափոխել են Ոստան համայնքի գերեզմանների տարածք։ Ուրեմն Ռուբեն Ռուբենյանը մահացած երեխան եղել են քիչ, 5-6 հոգի, իսկ դիմացիները եղել են 15 հոգի։ Ուրեմն 15 հոգի 18-ից 20 տարեկան երեխաներ, իսկ իրանք 15, 14, 13 տարեկան երեխաներ։ Այս Ռուբեն Ռուբենյանի ընկերներից մեկը հանդիսացել է մեր եղբոր ընկերներից տղան, ինքերոջ տղան։ Դե մեզ ճանաչում է, Տիգրան Մաթեոսյանը ճանաչում է, տեսնելով որ կուրսեցիները, Տիգրանի կուրսեցիներն են, դիմացին հակառակորդները, լանգում է Տիգրան Մաթեոսյանին խնդրում է իրան փրկեն իրանց, որովհետև իրանք քիչ են։ Տիգրան Մաթեոսյանը տաքսիով գնում հասնում է Ոստան գյուղի գերեզմաններ և լսում է երկու կողմերին ու ասում է Ռուբեն, ասում է, կապ չունի դու մեր գյուղացին ես, մեր փողոցի վերջն ես մնում, այս պարագայում դու ես մեղավոր, բայց ես իրանց տեղը խոսք եմ տալի, ասենք ասում եմ, որ ձեր տվեք, բարի չէ, գնացեք տուն, ոչի բան, այս չկա շարունակություն, չի համաձայնում Ռուբեն Ռուբենյանը, չի լսում։ Ու Տիգրանս ասում է, դե որ չես լսում, հաջողություն ձեզ, վերցնում է այս ընկերոջ տողուն ու գնում է։ Իրանք կռիվ անում են, շարունակություն, կռիվ տեղի ունենում է, ծեծում են, լավ ծեծ են ուտում, իրանց ասված իրանց են, հիմա գալիս են տուն, հերը, որ իմանում է Ռուբեն Ռուբենյանի, գնում է մեր տուն, աղբերս հարց է տալի, ինչ է եղել, Տիգրան կռիվ է կարել Տիգրանի հետ, ասում է, չէ, մեր նոր երեխան, չէ, ուղղակի ուզում ենք բան հարցնենք Տիգրան Մաթեոսյանից, ռեստորանում ինքը օպերատոր է, նկարում է, գնացեք հարցրեք, գնում են ինչ հարցնեն, մտածված, երեխուն հանում են ռեստորանից, եթե մի բան հարցնեն, թող դրան մոտ հարցնեին, եթե պետք է ենդ կռիվ անեն, թող դրան մոտ կռիվ անեն, տանում են 100 մետր հեռու մորգի, Արտաշատի մորգի բակը, որ կամերաներ չկա, ընդ երեխուն դեցում են 5 հոգով։ Մեր դատախազը միջև հիմա գրում է Ռուբեն Ռուբենյանը, Գրիգոր Ռուբեն եւս 3 անհայտ անձ։ Դու ինչ դատախազ ես, որ միջև հիմա 3 անհայտ հաց չես կարողանում ճարել, հիմա դու պետք է սպանություն հայտնաբերես։ Հարցը, ինչի 5 հոգու վրա մեղադրանք չկա հիմա։ Այս 5 հոգին, որ ես իրան ասել եմ, ովքեր են եղել, ես իրանց հուսմունքով ասել եմ, որ ովքեր են եղել, բայց այդ մարդը կանգնում է առանց ամոթանա, տղամարդ է, սուտ չի խոսա։ Վերջերս մենք դատախազության մեջ, Արտաշատի դատախազության մոտ բան ենք արել, նորից ելը հավաքվեցինք, կանգնում ասում է դուք մի օր ասում եք մայրն է սպանել, մի օր ասում եք հայրն է սպանել, թող գա տղավարի խոսքին պատասխան տա, մենք երբ ենք ասել, որ մայրը սպանել է երեխուն, թող գա պատասխան տա իր ասածին, մենակ խոսալը չի, ինչ ես խոսում եմ, որ մի բանի համար ասեք, մենք մեր պատասխանը տանք ու ապացույցներով, խոսում ենք ապացույցներով, մի հատ ատիկի ցուսմունք, որը այնտեղ չի եղել, ներքին դիտումներում քննչական սուտ ցուսմունքի համար կազմել են մի հատ պատմություն, մեկ-մեկի փող հրացնելով, խմբակային գնացին, որ սպանեն Ռուբեն Ռուբենյան, չէ, Գրիգոր Ռուբենյանին, չստացվավ իրանց կամքից անկախ Գրիգոր Ռուբենյան սպանել, ստիպա սպանեն Ռուբեն Ռուբեն, թող գնացին։ Ահա մենք գիծ չենք։ Հասկանում եք ինչ են գրում, ու այդ դատախազը հələ միջև աշխատում է, գործում է, արա դու քո ասածը կողից լսեք, հələ լսեք ինչ է գրում։ Սպանողը այնտեղ մենակ իրանք են, մեր կողմից ոչ մեկն էլ մարդ չի սպանել։ Դրա համար մենք խնդրում ենք արդարադատություն։ Մեր կողմից կրակել է մեր մահացած եղբայրը, որ ինքը օրինական որսորդ է, կռիվն ունեցել է 2 փուլ, կրակել է 2-րդ փուլում։ Այն դեպքում, որ մեր երեխեքից մեկը մնացել այնտեղ, իրանք զանգել են, ասել են գալիս եք այդ երեխու հետևը, գալիս եք, չէ, սպանում ենք իրան։ Մեր տղաները հետ են դարձել, գնացել են նորից դեպքի վայր իջնելով թե չէ, սկսել են կրակել մեր տղաների վրա, խփել է մի
5 հոգու վիրավորել է։ Խփել է մեր մահացած եղբորը, որում ինքը չի կարողացել սպանել մեր եղբորը, սպանել են կողքից։ Ուրիշ զենքով, ուրիշ մարդ է կրակել մեր եղբոր վրա։ Ինքը փորձել է սպանել, իր մոտ չի ստացվել սպանել է։ Հիմա մեր պարոն Գաբրելյանը, մեր քննիչը, ասում է չկա պատրոն, չկա զենք։ Մի հատ զենք է եկել մեջտեղ։ Մի մարդու են դարել փորձաքննության։ Էսի թերի քննությունն է, կողմնակալ քննություն է, կողմնակալ։ Դեպքը տեղի ունեցել 24 թվականի նոյեմբերի 8-ին։ Ես մեղադրվող կալանավոր Տիգրան Մաթեոսյանի հորեղբոր կինն եմ։ Ամուսինս Արտակ Մաթեոսյանի իրավահաջորդն է, պահանջում ենք արդարություն, որովհետև այս գործը ի սկզբանե շատ միակողմանիա գնացել, բավականին սխալներով։ Հիմա պահանջում ենք այս քննիչի Էդվարդ Գաբրելյանի կալանավորումը, որովհետև նա կողմնակալ քննություն է տարել։ Խնդրում եւ պահանջում ենք Աննա Վարդապետյանից ընդունի իր մոտ, որտեղ ունենք բավականին տեղեկություններ ներքին դիտումներով, ամեն ինչով, ինձ թվում է նա մեզ կընդունի, հույսով ենք, սպասում ենք եւ խնդրում ենք մեր խնդրանքը միայն արդարությունն է, որ ճիշտ կատարվի դատավարությունը, այդքան բան։ Կալանավորվել է սպանության համար, դուք Սպանության համար, այո, իրական սպանողը, այո, ազատության մեջ է, մենք ունենք փաստեր, գործարկվել են մի քանի զենքեր, նրանց կողմից ձերբակալված է մի հոգի, մեր կողմից ձերբակալված է եղել 5 հոգի, հիմա 2-ն են, կեղծ ցուցմունքի, ինչ որ մի հատ տատիկի սուտ ցուցմունքի հիման վրա։ Մի ամիս հետո որոշել են պետքա գրեն, իհարկե ու մեզ հետաքրքիր է թե ով է կանգնած այս գործի հետևում, ում ցուցմունքով են նրանք այդ ամեն ինչը կանգնում եւ ով է այս հովանավորը։ Հիմա մեզ պետքա մենք պայքարում ենք արդարության համար, ուրիշ ոչ մի բան չենք ուզում, որ մեր անմեղ մարդիկ, կալանավորները դուրս գան, վերջ, այդքան բան։ Ու իրանց վրա նենց հոդված են դրել, որ չգիտենք էլ ինչի համար, եթե չեն կատարել այդ սպանությունը, այդ գործը իրանք չեն արել։ Կասկածում եք հովանավորների հարցում։ Չէ, դեռ չէ։ Կասկածում ենք, որ կան մարդիկ, բայց կոնկրետ չգիտենք։ Ինչով եք բացատրում կողմնակալ մոտեցում ըստ ձեզ։ Շատ բաներ, հանգամանքներ ունենք, որովհետև զբաղվում ամուսինս այդ գործով։ Ինքը այս պահի դրությամբ արդեն 3-րդ շաբաթն է նորից պետք է ընդունի, բայց չի ընդունում։ Ով։ Քննիչը, Էդվարդ Գաբրելյանը։